Քանի որ շուկայում մեծ տատանումներ են տեղի ունենում, այս անգամ անդրադառնանք այդ տատանումներին, թե ինչ կարելի անել, կամ պետք է անել, կամ պետք չի։ Սենց մի հատ նկար ցույց տանք, այս երկարաժամկետ շուկաների պատկերն է։ Ոնց որ տեսնում եք, այստեղ թրենդը դե աճող է, բայց նաև ցույց ենք տալիս, թե ինչքան տարատեսակ տարբեր տիպի կրիզիսներ, ճգնաժամեր եւ այլն տեղի են ունենում։ Այդ բոլոր կրիզիսների եւ ճգնաժամերի ընթացքում հուզմունքային ֆոնի վրա շատ տարատեսակ սխալներ կարելի է անել, կանխատեսումներով, չգիտեմ, ընկալումներով, բայց sense կլինի, նենց կլինի, բայց բոլոր դեպքերում այդ կազմակերպությունները դառնում են ավելի արդյունավետ, տեխնոլոգիան զարգանում է, շահութաբերությունը աճում է եւ այդ թրենդը շարունակում է աճել։ Ոնց որ տեսնում եք պատկերում, ես ինքս անձնապես այդպես մասնակցել եմ այդ կրիզիսների ժամանակ, հիշում եմ այդ, չգիտեմ, IT bubble-ը 2001 թվի կամ 2008 թվի ֆինանսական կրիզիսը շատ մեծ հուզմունքային ֆոն էր, լիքը մարդ վաճառում էր, լիքը մարդ այսպես ասած կորցնում էր գումարներ եւ այդ սխալները արվում են հենց այդ ժամանակների ընթացքում, բայց ոնց որ նայենք այդ թվերը, S&P-ն այն ժամանակ մոտարապես 1000 միավոր էր, այս պայն 5000 բոլոր կովիդներից, կրիզիսներից եւ այլնից հետո։ Որոշ կազմակերպություններ իհարկե կտուժեն, այս վերջի տարիքների պարագայում օրինակ, բայց որոշ կազմակերպություններ ավելի շատ ներդրում կանեն ու դրանից էլ ավելի մեծ շահույթներ կբերեն։ Եվ այդ պարագայում արդեն դիվերսիֆիկացված մոտեցումը, այսինքն մենք գնում ենք ինչ-որ ETF, մեծ ֆոնդ, դա շատ ավելի նպատակահարմար է, որովհետև այդ ֆոնդի մեջ համ տուժողները կլինեն, համ այսպես ասած հաղթողները եւ այդ միջինացված ֆոնդը կաճի ըստ այդ շուկաների։ Դե այսքանը կապի մեջ։